Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Նարե Արամյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Նարե, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ողջույն, ինչպես միշտ ես եմ շնորհակալ, որովհետեւ հազվագյուտ դեպքերից եք եւ գիտեք, որ դուք եք միշտ ուշադրություն դարձնում ամենասուր խնդիրներին հասարակության։ Դե անդրադառնանք սուր խնդիրներին, կրկին խոսելու ենք անչափահասների մասին, անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքներ, դանակահարություններ, սպանություններ, ավտովթարներ եւ ցավոք այս կիրակի էլ ունեցանք Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ եւ ձեր գնահատականը ամեն դեպքում բոլոր այդ երևույթների իրավական գնահատականը եւ հասարակական, որովհետեւ դուք բազում տարիներ 10 տարուց ավել արդեն ներկայացնում եք նաեւ հասարակության հուզող հարցերը, ինչի մասին է այս ամենը, ուր ենք գնում ենք այս տրամաբանությամբ եւ երկվորյակ եղբայրներից Դավիթի Կալանքի հարցը կհրապարակվի վաղը ժամը 12-ին հայտարարեց փաստաբանը։ Ինչ է կատարվում, ինչու ենք այսպես մեր երեխաներին այսպես առաջնագիծ հանել։ Իհարկե վերադառնում ենք անվտանգության թիվ 1 խնդիրներին։ Նախ եւ առաջ վերաբերում է իհարկե խոսքը հասարակության ամենախոցելի խմբերից մեկին եւ այնինչ մենք ավանդաբար ընդունված անվանում ենք մատաղ սերունդ, երևում է որ բացի թողի վիճակը առաջին հերթին անդրադառնում է նրանց վրա։ Ինչու է սա թիվ 1 անվտանգության խնդիր հենց հասարակության կյանքի զարգացման բոլոր ոլորտների համար, որովհետեւ եթե մենք չենք կարողանում ապահովել նվազագույն կառավարումը այն ռիսկերի, որոնք առօրյայում են մեզ հանդիպում, կենցաղից միջև քաղաքացու առանձին գործողություններ, ապա մենք չենք կարող խոսել ոչ հանրային առողջապահության, ոչ միջավայրի անվտանգության եւ ոչ էլ առավել եւս երեխաների բարօրության մասին։ Եվ այո, դուք իրավացի եք հարցը բարձրացնելիս այնպես, որ փուլերն են զգացում, թե մանկահասակ երեխայի, դեռահասի, պատանու, արդեն չափահասության մոտ գտնվող, դեպի պարտադիր զինվորական ծառայություն կամ արդեն բարձրագույն կրթության կամ ավագ դպրոցից այդ անցումը ապահովող ժամանակահատվածներում ինչպիսի գործողություններ պետք է արվեն պարտադիր եւ ինչու դա պետք է լինի այո երեխաների անվտանգության ռազմավարություն, որդեգրված մշակված պետության կողմից, որպեսզի այդ բոլոր ռիսկերը հնարավոր լինի կառավարել, չէ՞ որ այո, դժբախտ պատահարներից կամ միգուցե այո մարդկային գործոններով պայմանավորված նման իրավիճակներից անհնար է ամբողջությամբ խուսափել, բայց այնինչ այսօր մենք տեսնում ենք եւ այդ բոլոր դեպքերը, որոնց մասին դուք նշում եք, որևէ կերպ աղետի կամ ֆորս մաժորային այլ իրավիճակների արդյունք չեն, այլ հենց առաջին հերթին կարգ ու կանոնի բացակայության։ Եվ տեսեք ինչպիսի տարբերվող դեպքեր են, եւ եթե մենք տեսնենք մի փոքր էլ խորանանք, կտեսնենք թե որքան կապակցված են անչափահասի կողմից անհասկանալի է ում տրանսպորտային միջոցը, ինչպիսի վիճակում գտնվող վարելը, դրա արդյունքում վթարի արդյունքում մահվան ելքով դեպքը, որքան է կապակցված մի խումբ անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի կամ գուցե եւ չափահասին մինչեւ անհասկանալի իրավիճակը ծեծով, չգիտեմ, ինչ վիճակ ստեղծելը կամ օրինակ ինչպիսին է մանկահասակ նորածին երեխաների նկատմամբ վերաբերմունքը եւ ոչ ոք այդ թվում առողջապահական առաջին օղակը չի կարողանում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ միշտ իմանա պետությունը, թե իր նորածին քաղաքացին ինչպիսի վիճակում է եւ որքանով է անվտանգ նա հենց իր ընտանիքի կողմից շրջապատված մարդկանց կողմից։ Դրանք բոլորը կապակցված դեպքեր են եւ այո, բոլոր այդ օղակները, որոնք պետք է հետամուտ լինեն այս խնդիրներին, որևէ կերպ չունեն։ Առաջինը լծակներ ունեցողները բացարձակ մատնված են անգործության։ Կարգ ու կանոնի բացակայությունն եք ասում։ Մենք անդրադառնանք վարչապետի մասնակցությամբ, այսինքն վարչապետի ներկայությամբ դեպքերին, երկու եղբայրները, զույգ երկորյակ եղբայրները եւ մի տղա էլ փաստորեն թքել էր
մեքենայի վրա Նիկոլ Փաշինյանի այդ շրջայցի ժամանակ, սա ինչի մասին է խոսում, ընդ որում քանի որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը քննարկվում է թե հանրային թե իրավական դաշտում, փորձենք հասկանալ անչափահասների իրավունքների պաշտպանությունը ինչպես է կատարվում, հենց թեկուզ այս դեպքի վրա խուզարկություններ եղան, տղաներին բռնի ձևով տեղափոխեցին իրենց համապատասխան պահպանման վայր, մի խոսքով մեկը ազատության մեջ է պայմանական, մեղադրյալի կարգավիճակը կա, մյուսի կալանքի հարցը կհրապարակվի, սա ինչու տեղի ունեցավ, ինչու է հենց, տեսեք դուք ասում եք դաստիարակություն, օղակները չեն աշխատել, այդ օղակները հիմա շփվում են այդ անչափահասների հետ, ամենաբարձր մակարդակով այդ օղակները շփվում են և արդյունքում լինում են միջադեպերը։ Իհարկե ես կարծում եմ, որ այստեղ այդ օղակները պետք է ժամանակին նախև առաջ աշխատեին եւ այսօր նրանց պարտականությունը բոլորովին այլ մարդկանց հետ աշխատելն է, ոչ թե մարդկանց, ովքեր կարող են իրենց դժգոհությունը տարբեր ոչ բռնի միջոցներով արտահայտել։ Տեսեք, ցանկացած նախև առաջ, եթե անգամ վերանանք իրավիճակից, ովքեր են գործող անձինք, բայց հանրային գործիչները, առավել եւս պաշտոնատար անձինք, պետք է միշտ պատրաստ լինեն այնպիսի քննադատության, որը իր ծայրահեղ արտահայտությամբ անգամ նրանց վրա տարբեր ոչ վնաս պատճառող առարկաների, միրգ բանջարեղենի, այդ թվում եւ ձվերի շպրտման միջոցով կարող է արտահայտել։ Տարօրինակ է, բայց այո, Եվ խաղաղ հավաքների դեպքում, եւ քաղաքացիական անհնազանդություն արտահայտելու դեպքում, եւ բողոքի ակցիա իրականացնելու պարագայում քաղաքացին իրավունք ունի, եւ դա այո, ոչ բռնի միջոցների մեջ է մտնում։ Այլ է թե ինչպիսի գնահատական կարելի է տալ, եթե փորձ է արվում հարվածելու եւ այլն, փորձերը մի բան են, իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու է իրավապահ մարմինների կողմից անհասկանալի ձևով ուռճացվում, մենք բոլորս հասկանում ենք, որովհետեւ եթե նրանք այսօր գնահատում են նման իրավիճակը որպես քաղաքական գործունեությանը խոչընդոտ, ապա եկեք պատկերացնենք ինչ իրավունքով է որևէ մեկը անկախ նրանից թե ով է նա, եթե անգամ նա լիներ եկեղեցու սպասավոր, չեմ ասում այլևս պաշտոնատար անձ, ինչ իրավունքով նա պետք է հենց եկեղեցու ներսում որևէ արարողության ժամանակ քաղաքական գործունեություն իրականացնել։ Տեսեք ինչքան բարդ է։ Նկատում եք այդ քարոզարշավ իրականացնել, ընդհանրապես այո, իհարկե, դա ոչ միայն անընդունելի է, դա նաև պատժելի է, դրա համար որքան էլ տարօրինակ չի հնչում, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ օրենսդրություն։ Այլ է խնդիրը, թե մենք ինչպես ենք մեկնաբանում կամ տեսնում իրավիճակ, այո, շատ մարդիկ կան, որ ասում են թե երիտասարդները պետք է չանցնեին այդ սահմանը, բայց արդյոք այդ սահմանի անցումը նախատեսում է այն պատժամիջոցը անգամ այս կարճ ժամկետի համար, որի համար նրանք ազատությունից են զրկվում կամ սահմանափակվում է նրանց ազատությունը։ Համաչափության խնդիր պետք է այստեղ լինի, ողջամտության խնդիր։ Օրինակ, եթե ես լինեի, կասեի, դե լավ, հիմա բնականաբար ես մեծ եմ, բայց եթե ասում ենք լավ, նա երիտասարդ է, ես մեծ եմ, ներողություն չխնդրի, մի խոսքով զիջենք թող անցնի, չեն լինի արդյոք կրկնվող դեպքեր եւ Աստված ոչ անի, գուցե մեկ դեպքը արդեն ավելի վտանգավոր եւ շատ անկախատեսելի ելք ունենա։ Համամիտ եմ, բայց աշխարհում բազմաթիվ են օրինակները եւ քաղաքացիները, այո, միտումնավոր պատրաստված եւ կազմակերպված նման օրինակ վարք են դրսեւորել եւ այո, նման հարվածները տեղ են հասել, բայց իհարկե հասկանալի է, որ դրանք չեն կարող պատճառել որևէ լուրջ վնաս եւ դա արվում է միտումնավոր, այստեղ միտումի խնդիրներ պետք է տեսնենք, չի կարող լինել, իրավական համակարգը այո, ուռճացնում է իրավիճակը, որովհետեւ եթե անգամ դա չդիտարկվել էլ որպես քաղաքացիական անհնազանդություն, դիցուք չի դիտարկվել, այդտեղ չկա միտում, այդտեղ չկա կազմակերպվածություն եւ հետեւաբար նման ոչ իրավաչափ միջոց նրանց նկատմամբ կիրառելը արդեն իսկ նորմալ չէ, այլ է որ այո, այդ դեպքում ինչպիսի ուղիղ աշխատանքային գործողություններ պետք է տարվեն այդ մարդկանց նկատմամբ եւ ինչպիսի հետեւություններ պետք է անեն նրանք, ովքեր միտումնավոր կարող են ստեղծել նման իրավիճակը կամ ովքեր կարող են իրենց ներկայությամբ ուղղակի սադրել առանց միտումի եւ
հետևությունը պետք է լինի պաշտոնատար անձանցը, ոչ թե շարքային քաղաքացիներն, որքան էլ սխալ է քաղաքացին, այնուամենայնիվ պաշտոնատար անձին պետք է պատասխանատու լինեն ստեղծված իրավիճակի համար եւ կարողանան ճիշտ կարգավորել այն, որպիսի նախ եւ առաջ կանխարգելվեն նման իրավիճակները հետագայում եւ որպիսի ճիշտ իրավական գնահատական տրվի եւ արդարություն այստեղ որևէ կերպ չտուժի։ Ինչ վերաբերում է նրանց տարիքին, արդյոք նրանք դեռևս մինչ չափահասություն են կամ չափահասությունից անց, իսկ եթե անգամ անց են միևնույն է գտնվում են դպրոցում, այո, դա նշանակում է, որ նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ավելի մեղմ, բայց նաև ավելի ցուցանելի, որպեսզի մարդիկ հասկանան, որ տվյալ դեպքում իրավապահ մարմինները չեն կաղում հերթական անգամ որոշումներ կայացնելիս նման իրավիճակներում։ Ընդդիմությունը պնդում է եւ այս դեպքի հետ կապված, որ ամեն դեպքում իշխանությունները պատժում են նրանց, ովքեր համարձակվում են նրանց հասցեին կամ ինչ-որ ատելության խոսք ասել կամ բողոքել իրավիճակից, որը նրանք ստեղծել են։ Արդյոք սա իրոք պատժիչ միջոց է։ Գիտեք, ընդհանրապես այնպիսի իրավիճակներ են լինում մեր օրերում, որոնք որևէ կերպ չեն կարող կոչվել համաչափ վերաբերմունք իշխանության կողմից քաղաքացիների նկատմամբ։ Սա արդեն մենք չէ, որ ասում ենք կամ ընդդիմությունը չէ, ենթադրում եմ խոսքը գնում է այն ընդդիմության մասին, որն այսօր նաև խորհրդարանական է համարվում, որովհետև օրինակ մեր դիրքորոշումը թե իրավապաշտպանական տեսանկյունից, թե ուղղակի շարքային քաղաքացիների տեսանկյունից, դա այն է, որ երբևէ իրավիճակը այդպես չի կարող սրվել պետության կամ պաշտոնատար անձանց ներկայացուցիչների կողմից, այսինքն հնարավորություն պետք է լինի միշտ մեղմելու իրավիճակը, ոչ թե փորձելու դա ավելի այո սրելու, բարձրացնելու, գերադրական աստիճանի դնելու, առավել եւս ման թափ տալու տեսքով եւ այլն, որովհետեւ այո անգամ այդ սուր անկյունները կլորելու եւ ավելի մեղմելու պարտականությունը պետք է լինի պաշտոնատար անձանց վրա։ Այսինքն տվյալ դեպքում վարչապետինը։ Տվյալ դեպքում առաջին հերթին իհարկե նրան է, բայց այստեղ խնդիրը նաև վերաբերում է ընդհանուր համակարգին, որքան էլ մեկ անձով, իսկ մենք գիտենք մեր գլխավոր թերությունը դա է, որ մենք մեկ անձով միշտ պայմանավորում ենք նման իրավիճակը, համակարգը արդեն իսկ մեր տարիներ շարունակ պայքարի արդյունքում պետք է այնպիսին լիներ, այնպես լիներ ձևավորված, որ նման իրավիճակներն ուղղակի կանխարգելելի լինեին, խուսափել, հնարավոր լինել ընդհանրապես խույս տալ նման իրավիճակներից, բայց մենք տեսնում ենք, որ այո, մենք թերացել ենք մեր այդ աշխատանքում եւ առաջին հերթին իրավապահ մարմինները շատ խիստ կտրուկ կոշտ եւ ժողովրդական երկրների համար ոչ բնորոշ վարվելակերպ ունեն եւ որտեղ որ քաղաքացու իրավունքները առաջին հերթին անձեռնխելության եւ այլն որպես մարդու առաջնային իրավունք ամեն քայլափոխի բնականաբար ոտնահարվում են։ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելավոճը եւ խստագույնս պետք է պահպանեն հենց իրենց քաղաքացիական պայմանագիրի էթիկայի եւ վարքականոնի սկզբունքները։ Վարչապետը հանձնարարել է թիմակիցների որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական ընդդիմախոսների, լրագրողներին, քննադատողներին, խուսափել վիրավորական եւ անարգալի ձևակերպումներից քարոզարշավին ընդառաջ հանդես գալ առավել զուսպ եւ քաղաքակիրթ վարքով։ Նման մոտեցումը սա այս կմնա զուտ հայտարարության ձևով թե իրականում հնարավոր է որ հենց իրականացնեն իրենց ստեղծած այդ վարքականոնները։ Հենց նոր ամեն ինչ տեղն ընկավ։ Փաստորեն միջև ապրիլի 1-ը ամեն ինչ կարելի էր։ Գիտեք, երբ մենք փորձում ենք բարեվարկության դաշտ մտնել, մենք պետք է իհարկե ելնենք նախ եւ առաջ մեր ընտանեկան դաստիարակությունից, բայց երբ խոսքը վերաբերում է պաշտոնյաներին, երբ պաշտոնատար անձը, պետական պաշտոնյան, չգիտեմ արդեն որ բառակապակցությունն օգտագործեմ, դերակատարում ունի կամ պետք է շփվի քաղաքացիների հետ, հատկապես եթե նրանք ընտրովի են, եթե նրանց ընտրել են, անկախ նրանից առանձին այդ քաղաքացին նրանց ընտրել է թե չէ, նրանց սուրբ պարտականությունն է, ոչ միայն բարեվարկության, ոչ նաև ինչ ասեմ, տարական շփվելաձևի ոճը քաղաքակիրթ պահպանելն է, այլև հնարավորինս որպես ծառայող
մոտենալն է քաղաքացուն, չէ որ մեր պարտականությունները որպես ընտրված մարդու անկախ նրանից որ օղակում ես, անկախ նրանից քեզ նրանք ընտրել են թե ոչ, այդպիսի դիրքն է եւ փորձել խնդիրները լուծելը քաղաքացուն ուղղակի լսելը, տեսնելը, նրա խնդրի մեջ ներգրավելը, եւ եթե սա մեզ համար սովորական չէ եւ մեզ դրա համար առանձին հրահանգ է պետք, սա արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է այսօր պետությունը, ինչպիսին է այսօր պետական կառավարումը, դա պետք է լրիվ սովորական լիներ մեզ համար։ Եվ դա ինձ հուշում է միայն այն, որ ամենևին խախտվելու են ավելի աճ ու ձախ նման իրավիճակներում, թե բարեվարկության կանոնները, թե ուղղակի շփման եւ թե բնականաբար տարբեր օրենքներ են խախտվելու, եւ դա դառնալու է հերթական ասեկոսեների առիթ, որպեսզի կարողանան եռանդուն վիճակում պահել եւ ապահովել հասարակության ակտիվությունը հատկապես սոցցանցերում, ինչը իհարկե հասկանալի է վաղուց արդեն անգամ զվարճալի չէ եւ պետք է բնականաբար ոչ միայն լրջորեն մոտենալ խնդրին, այլ նաեւ մենք մեզ պետք է հաշվետու լինենք, իսկ ինչ գործողություններ կարելի անել, որպեսզի տեղից բարեոլքված եւ առավել եւս խմբային ցցման մեջ գտնվող հասարակությանը վերադարձնենք քիչ թե շատ առօրեական նորմալ հուն։ Բայց այդ նույն ձեր ասած խմբային ցնցումների մեջ գտնվող հասարակություն մենք տեսնում ենք վարչապետի մարզային այցերի դեպքում, թեկուզ մայրաքաղաքում, այնպես չի, որ ժողովուրդը նրան շատ ագրեսիվ է ընդունում, այսպես ասել, որ դա համատարած բնույթ է կրում, եկեք ճիշտը խոսենք, անկեղծ լինենք։ Դա լրիվ նորմալ է, եւ կարող են լինել եւ սիրողներ, եւ կարող են լինել չսիրողներ։ Եվ լրիվ նորմալ է, որ կան եւ համակիրներ, եւ համախոհներ, տարբեր քաղաքական ուժերի, լրիվ նորմալ է, որ մի մասը ձգտում է դեպի իշխանության շրջապատում գտնվել, մի մասը ընդդիմության, մի մասը նոր ձևավորվող ուժերի, այդ թվում ընդդիմադիր կամ իշխանամետ, դա բացարձակ նորմալ է եւ քաղաքացիներն մեղադրել իրենց որևէ վարքի կամ ընտրության մեջ, անգամ եթե դա մեզ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ քաղաքացիները ազատ չեն, ավելին, դա ավելի է ցույց տալիս եւ շատ լավ է, որ ընդգծում է հասարակության տարբեր խավերի, տարբեր խմբերի, տարբեր տեսակի մասնագիտությունների կրողների, տարբեր տարիքային սեռի եւ այլն, լրիվ նորմալ է դա եւ դրան մենք պետք է վերաբերենք հենց ըստ արժանվույն։ Այո, եթե մարդիկ կան, ովքեր ուզում են պայքարել նաեւ նրանց ձայների համար, պետք է անեն հետեւություններ եւ փորձեն իրենց կողմը ներգրավել այդ քաղաքացիներին։ Դա նույնպես նորմալ քաղաքական պայքար է, այլ խնդիրը, երբ դու անցնում ես եւ կապ չունի դա, որ քաղաքական ուժն է, անցնում ես այն գիծը, որը որ թե հակասում է բարեվարկությանը, թե քաղաքակիրթ մոտեցումներին եւ թե առավել եւս օրենսդրական այն կարգավորումներին, որոնք մենք այսօր ունենք, եւ բացարձակ պետք է հանգիստ վերաբերել, որ տարբեր մարդիկ տարբեր ընտրություն են ունենալու նաեւ առաջիկա ընտրություններին, եւ այլ է խնդիրը, թե ինչ պետք է անենք մենք բոլորս միասին, որպեսզի քաղաքացին զգա իր կարեւորությունը ընտրության կատարելու տեսանկյունից, այսինքն ընտրություններին մասնակցելը, իր ձայնը տալը որևէ ուժին եւ դրանով իսկ ապահովելով թե իր իրավունքը եւ թե մասնակցելով պետության կարեւորագույն փուլին կյանքի, դա շատ կարեւոր է եւ մարդիկ պետք է դա որպես քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն վերջապես ընկալեն եւ դա կատարեն, սա է շատ կարեւոր։ Եվ ինչպես ասացիք, այս դեպքից պետք է հետեւություններ անեն նախ առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները եւ երկրորդ իրավապահները այնպես պետք է աշխատեն, որ նման մանավանդ որ մայիսի 7-ից հետո ավելի շատ են լինելու այդ քարոզարշավի հետ կապված դեպքերը, միջադեպերը չլինեն եւ չկրկնվեն։ Եթե օղակներ իրենց տեղում լինեն եւ ճիշտ աշխատեն, փաստորեն այս իրավիճակը չեր լինի։ Կհետևենք ամեն դեպքում Դավիթի կալանքի հարցի հետ կապված ինչ որոշումներ կլինի, դուք ինչպես եք ընդհանրապես ինչ եք ակնկալում, ինչ կլինի Դավիթի կալանքի հետ կապված վերաբերյալ, ինչ որոշում կկայացնեն։ Գիտեք, անկախ նրանից թե ինչ կլինի, բնականաբար հասկանալի է, որ հույսը միևնույն է պետք է արդարադատության մակարդակում լինի մարդկանց։ Ինչու, որովհետև անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գործողություններ արվեցին եւ առավել եւս չարվեցին արդարադատության եւ հատկապես դատական համակարգի տեսանկյունից իրավիճակը շտկելու եւ ժողովրդի մեջ արմատացած անվստահությունը վերջապես իջիկ դարձնելու եւ գործի տեսանկյունից
տեսանկյունից, հա, այլ մակարդակ բարձրացնելու դատական համակարգը, միևնույն է, այսօր եւս ակներևը որ կան եւ արդար ազնիվ եւ իրենց գործին ծառայող դատավորներ եւ ես օրինակ մեծ հույսեր ունեմ, որ այս դեպքում եւս միանշանակ պետք է արդար վճիռ լինի, արդար որոշումների միջոցով է հնարավոր միայն անգամ քաղաքացիական անհնազանդության դեպքերը բերել ժողովրդավարական իրավական դաշտ, ոչ թե դրանք պետք է լինեն ուղղակի պատահականության սկզբունքով ինչ որ անհասկանալի շինծու սցենարներով արված։ Սա շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ երիտասարդներին պատասխանատվության առնվազն չեն արժանացնի։ Հուսանք եւ կտեսնենք ինչ կստացվի։ Քանի որ խոսում ենք ընտրություններից, խոսում ենք արդեն կարծես թե պաշտոնապես չի հայտարարվել քարոզարշավը, բայց ուժերը քաղաքական ուժերը այդ քայլին դիմում են եւ Ուժեղ Հայաստանի օրինակ ընտրակաշարքի գործով 5 ձերբակալվածներից 4-ը ազատ են արձակվել ըստ Նյուզեյեմի եւ ապացույցների բացակայության հիմքով։ Մեկը մնացել է կալանքի տակ։ Սա խոսում են արդեն ամբողջ մամուլն է խոսում դրա մասին, որ ընտրակաշարքներ են բաժանվում։ Նարե դուք երկար տարիներ եւ որպես դիտորդ եւ որպես իրավապաշտպան եւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ եղել եք ընտրություններին եւ ցավալի է, բայց ընտրակաշարքը մեզ հետ այդ 30 տարիների ընթացքում մեծացել է եւ կարծես թե հենց արժեքն է մեծացել 5-10 հազարից 120-150 հազար դրամների մասին է արդեն խոսում։ Գիտեք, ամենացավալին այն է, որ մարդիկ միևնույն է չեն պատկերացնում, որ նման քայլի գնալը, այսինքն փորձել մարդկանց կաշառելը նման իրավիճակների ուղղակի նսեմությունը մարդկային արժանապատվությունից ցածր լինելը եւ չի նկարագրում այն մարդուն, ով վերցնում է որևէ տեսքով անկախ նրանից թե ինչին է վերաբերում, դա կլինի գումար, դա կլինի ինչ որ նյութական ժահագրգռվածություն, թե կլինեն տարբեր խոստումներ, իրենց խնդիրների լուծում, չէ՞ որ այդ ամենը եւս պետք է դիտարկվի որպես այո ընտրակաշարք, որպես անարդար միջամտություն, հա, եւ մարդիկ չեն պատկերացնում, որ իրենց գործողությունն ավելի անարժանապատիվ ու իրենց արժանապատվությունը նստեմացնող է, քան հենց այն մարդուն ու նրանք դա առաջարկում են, հա, եւ դա մի կողմ եթե բարոյականն եք դիտարկում, բայց եթե քաղաքացիները մինչ օրս էլ չեն հասկացել, որ այո, անգամ նման հարաբերությունների մեջ մտնելիս իրենք կարող են գնալ եւ կատարել իրենց ազատ ընտրությունը, եւ եթե անգամ իրենք այդպեսի սխալ են գործում, միևնույն է իրենք հնարավորություն ունեն հրաժարվելու այդպիսի քայլերից եւ իրենց գոնե իրենց երեխաների ներկայի եւ ապագայի մասին մտածեն, դա խոսում է էլի հերթական անգամ մեր հասարակության հետամնացության մասին եւ ամենակարևորը, որ այս լուսավոր դարում, երբ այսպիսի տեխնոլոգիաներ կան եւ մարդն ունի այսպիսի հնարավորություններ, նաեւ մասնակցելու հանրային կյանքի զարգացման տարբեր ոլորտներում, մենք այդպիսի մանր գործողությունների ենք կցված, որովհետեւ անգամ այդ ոլորտում այնպիսի տեխնոլոգիաներ եւ բանաձևեր կարելի է կիրառել, որ ոչ ոք անգամ չպատկերացնի դրանց մասին եւ կապ չունի, որ ուժի մասին է խոսքը, որովհետեւ իշխանությունը բոլոր ժամանակներում կիրառել է վարչական ռեսուրս, ներգրավել է բոլոր այդ մարդ ուժը ամբողջական եւ դա համարվել է նորմալ, որովհետեւ ասել են, թե բա մենք աշխատում ենք այդտեղ կամ նրանք աշխատում են մեզ համար, ոչ թե պետության, նկատեք, եւ նրանք պետք է գնան եւ գործող կամ այդօրեական իշխանության ընտրեն, իսկ մնացածները, ովքեր որ կարողացել են ինչ որ կերպ մարդկանց այլ կերպ, այսպես ասած, գայթակղել դեպի իրենց կողմ, միշտ նյութական կամ այլ խոստումների շահն են բանեցրել։ Սա այո ցավալի է եւ սա որևէ կերպ չի կարող համընկնել ոչ միայն իրավական պետության հետ, այլ նաեւ մեզ քայլ եւ տարիներ հետ է տանում ժողովրդավարական զարգացումից։ Նոր ուժ կուսակցության վարչապետի տեխնացուն Հայկ Մարությանն է։ Ինչ է նշանակում նոր ուժ եւ ինչի ուժ, այն էլ նոր։ Ինչ այս ուժը ինչ է փոխելու, գալիս է ընտրությունների ազատ ժողովրդի համար որոշակի որոշումներ կայացնելու պատասխանատվությամբ, սոցիալական, տնտեսական, իրավական,
որտեղ է երևում այդ ուժը ինչում է արտահայտվում եւ դրա նոր ուժ լինելու իմաստը որն է լինելու։ Շատ բարդ է այսօրվա իրավիճակում պատկերացնել, որ մարդիկ դեռ ունենք ուժեղ Հայաստան, այս մեկը նոր ուժ, այս ուժի ցուցադրություն, մի խոսքով սա Գիտեք, ամեն ինչ շատ ավելի տրամաբանական է այն իմաստով, որ հասկանալի է, որ քաղաքական պայքարում կուսակցությունների անվանումների կամ նրանց առաքելությունների տեսանկյունից, այո, պետք է կիրառվեն բնականաբար այդպիսի բառեր, որովհետև դրանք են համապատասխանում ամբողջական համատեքստին։ Այլ է խնդիրը, որ շատ դժվար է պատկերացնել, որ այսօր մարդիկ դեռ ուժ գերանտ ունեն պայքարելու Եվ իրականում մերը պայմանավորված է ոչ այդքան ուժով եւ եռանդով, որքան պատասխանատվության ցավոք սրտի բարձր գիտակցումը, որովհետև եթե մենք այսօր չպայքարենք, երբ հնարավորություն ունենք, ապա վաղը, երբ այդ հնարավորությունները չեն լինելու, պայքարելու իմաստն ինքնին կորելու է, բայց մենք չենք կարող դադարել, որովհետև այնինչ մենք սկսել ենք, այն ամբողջ ուղին, որ մենք անհատապես ենք անցել կամ մեր թիմով, շատ կարևոր է այսօր հասցնել ինչ որ մի կետի, որովհետև եթե մենք զարգացման այդ ոլորտների այդպիսի տեսլականները չապահովենք դաշտում հողի վրա, չկարողանանք կազմակերպել, կարգավորել այդ ոլորտները, որոնք դուք արդեն թվարկեցիք եւ դրանք կարևորագույն են պետության ուղղակի կայունացման կամ գոնե ինչ որ ձևով զարգացում ապահովելու տեսանկյունից, ապա մենք չենք կարողանալու ապրել մեր իսկ հարազատ երկրում, իսկ մենք չենք կարող լքել մեր երկիրը, մենք չենք կարող մեր երեխաներին այստեղ չդաստիարակել, չմեծացնել եւ այն սերունդը, որ մենք ունենք, այն ժառանգությունը, որ մենք ունենք, չթողնել արժանիներին եւ ուրիշ ինչ իմաստ պետք է լինի այդպիսի պայքարի մեջ չկա, որովհետև այո, մեզ շատ հեշտ կլիներ ասել, մենք ունենք մեր աշխատանքը, մեր ընտանիքը, մեր շրջապատը, մեր հաջող եւ ոչ միայն կյանքը, բայց դա բավարար չէ, որպես քաղաքացի պարտքը պետության նկատմամբ տալու, դա բավարար չէ հանրօգուտ աշխատանքի տեսանկյունից, դա որևէ կերպ չի կարող արդարացում լինել ոչինչ չանելու համար։ Հանրօգուտ աշխատանք եք կատարում ավականու որպես անդամ։ Ինչի եք հասել այս տարիների ընթացքում։ Լինելով որպես ընդդիմադիր եւ հիմա տեսնում ենք քաղաքի վիճակ, ասում է գարունը եկավ, բոլոր բացերը, բոլոր այդ փոսերը, ջրամատակարարման խնդիրը, տրանսպորտի խնդիրը, տեսնում եք եւս մեկ կարևորագույն պատճառ պայքարելու համար։ Այդ իրավիճակը այստեղ լինելով դուք հասկանում եք, որ փոքրիկ այդ օղակները եւ փոքրիկ լծակները չեն լուծում ձեր պատկերացրած այն խնդիրները, որոնք ավելի գլոբալ են։ Ավելին մենք այո առանձին քաղաքացիների նրանց խմբերի խնդիրները կարողանում ենք լուծել տեղ հասցնել, բայց քաղաքային տնտեսության տեսանկյունից, մայրաքաղաքը կառավարելի դարձնելու տեսանկյունից մեր բոլոր ճիգերը բացարձակ ապարդյուն են երևում։ Ինչու՞, որովհետև համակարգային տեսանկյունից ոչինչ չի փոխվում եւ ավելին, այս իմաստով գումարային բեռը քաղաքացու եւ բնակչի վրա ավելի է ավելանում։ Սա շատ կարևոր է, սա է կարևորագույն պատճառը, ինչու մենք պետք է պայքարենք, որովհետեւ սոցիալական երկրում այսպիսի անհավասար պայմաններ մարդկանց համար մեզ համար անընդունելի են, որովհետև մեզ համար կարևորագույնը մեր ընդհանրապես նպատակը որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցություն դա միանշանակ արդարությունն ու հավասարությունն է, որը մենք չենք տեսնում մեր ամենօրյա կյանքում, որը քաղաքացին չի զգում իր վրա։ Եվ երբ մարդիկ ասում են, բայց ինչու եք դուք մտահոգվում, չէ որ դուք ամեն ինչ ունեք, մեզ պետք է որ բոլորը ունենան բոլոր այդ հավասար հնարավորությունները։ Պետք չէ որ մարդը անհատապես ինչ որ մի բան ունենա եւ լինի գոհունակ։ Ոչ, դա բավարար չէ, եթե դու չես ապրում զարգացած եւ հավասար հնարավորություններ ունեցող հասարակության շրջանակներում, ուրեմն դու հետամնաց երկրում ես։ Իսկ ինչ շանսեր ունեք, որ կարող եք պայքարել եւ ձեր պայքարը հաղթանակով ավարտվի։ Մենակ եք գնալու ընտրություններին,
թե ինչ որ դաշինքների ինչ եք անելու։ Իհարկե հնարավոր չէ բացառել ոչ դաշինքների եւ ոչ այլ մարդկանց զորակցությունը կամ համախոհների միանալը, բացարձական իմաստ է, որովհետեւ թե քաղաքական տեսանկյունից եւ թե ուղղակի համագործակցության դա կլինի բնականon։ Այս բանին մենք իհարկե միայնակ ենք պայքարելու եւ մենք որևէ կերպ չենք մտածում հնարավորությունները գնահատելու մասին։ Մենք նվազագույն կարող ենք ասել միանշանակ ներդրում ունենք այս ամենի մեջ թե ֆինանսական եւ թե այլ ռեսուրսների տեսանկյունից, բայց մենք նաեւ ավելին ցոփ շվայտ գործողությունների ինչ որ մարդկանց զարմացնելու համար չենք, որ միավորվել ենք եւ դա ցույց տվեց նաեւ մեր Երևանի ավականու ընտրությունների մասնակցությունը։ Այս իմաստով մեզ համար կարևորը պայքարն է, որպեսզի մարդիկ ունենան այլընտրանք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ այո, կան առողջ, կարող ուժեր, որոնք պատրաստ են իրենց հետ միասին հորիզոնական սկզբունքով այդպիսի կառավարումը ստանձնել, որտեղ չկան այդ ուղղահայաց ոչ համաչափ հարաբերությունների իշխանություն եւ ժողովուրդ միջև եւ այդ ժողովրդավարության բոլոր կանոնները եւ սկզբունքները պահպանվում են։ Ում հետ չեք համագործակցի։ Կա արդեն նման կարծես թե ասում են մարդիկ միշտ տեղայնացված եւ արդեն դարձել է ինչ որ կարծես թե բարբառային ասույթ ներկաների եւ նախկինների, բայց իրականում այստեղ բոլոր այն մարդկանց, ովքեր այո, բոլորը կամ ներկա են կամ նախկին եւ սովորաբար բոլորը սովորություն ունեն դառնալու նախկին եւ դա լրիվ նորմալ է, բայց մենք երբեւե չենք կարող համագործակցել այն ուժերի հետ, որոնց սկզբունքները չեն համապատասխանում եւ առավել եւս խոսքը արժե համակարգին է վերաբերում այն ամենին, ինչ մենք որդեգրել ենք։ Քաղաքացիական պայմանագրի մասին է հենց առաջինը։ Եվ քաղաքացիական պայմանագրի մասին այդ թվում, որովհետև այդքան հեռանալ այն սկզբունքներից եւ այն ծրագրերից եւ այն դրույթներից, որոնք հրամցվել են ժողովրդին եւ բացարձակ հեռանալ այդ ամենից եւ ուղղակի աչք փակել այդ սկզբունքների վրա, ուղղակի անհավանական է։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո մեկ հարց ունեմ ես եւ ավարտենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք,
Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Համերգի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհում, Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Նարե մենք ամեն դեպքում կլինենք հետևողական, ամեն դեպքում թե ձեր քաղաքական ուժի խոստումներին եւ հետագայում գործու առույթներին, քարոզարշավին, տեսեք դուք ինքներդ հորդորում եք, որ պետք է սահմանները պահել, այդ գծերը չանցնել, կտեսնենք ինչպես կստացվի նաեւ ձեզ մոտ, որովհետեւ այս նույն հասարակությունը, ով դիմում է վարչապետին կամ մեկ այլ տեխնացուի, բավականին մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ, թե անվտանգային, թե կենցաղային, թե սոցիալական, ընդ որում այսօրվանից արդեն թոշակները եւ թոշակների այդ ստացումը պետք է լինի անկախիկ ձևով, դեռ մարդիկ կան, որ քարտեր չունեն բանկային, մի խոսքով խնդիրները բավականին շատ են։ Կհետևենք, խնդիրները տեսնելու դեպքում ձեզ հետ կքննարկենք։ Եվ ուզում եմ ձեզ մի հարց տամ. ինչ եղավ թափառող կենդանիների այդ խնդիրը։ Օրենքը կար, ձեր աշխատանքը կար, օրենքը եւ ձեր համատեղ աշխատանքը կարծես թե միավորեցիք, ձեր տարիների փորձը եւ օրենքը եւ ուր եք հասել։ Անշուշտ մենք չափազանց ավելի քան դժգոհ ենք այսօր այս ձևաչափով եւ այս բովանդակությամբ ընդունված թափառող կենդանիների խնդրին որևէ կերպ առնչվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին ՀՀ օրենքին, որովհետեւ մենք տարիներ շարունակ եւ միասին էլ հենց շատ պայքարել ենք եղել ենք այդ եւ միջոցառումների կիզակետում եւ իրադարձությունների եւ իհարկե նման բովանդակությամբ երբ որևէ հստակ արգելքներ նախատեսող
բանաձևեր չունենք եւ իրավակիրառական տեսանկյունից գործուն չի լինելու օրենքը, մեզ համար դա ոչ միայն ցավալի է, այլ կարծես թե մեր տարիներ շարունակ մղած պայքարը եւ վերջապես այդ օրինագծի շուրջ աշխատած 10-ից ավել տարիները ուղղակի հոց են ցնդում, բայց մենք միևնույն է շարունակելու ենք պայքարել եւ մեր հասարակական գործունեության տեսանկյունից եւ առանձին միջոցառումներ իրականացնելու ակցիաների եւ մարդկանց համախմբելու, որովհետեւ մենք ունենք նաեւ հանրագրեր եւ բազմահազարանոց կենթանասերների խմբեր, որոնք որ իհարկե համակարծիք են մեզ հետ։ Այս իմաստով կարեւոր է, որ մենք տարիների ընթացքում հասել ենք մի շարք օրենսդրական փոփոխությունների ոլորտում, բայց այսօր դեռ շատ ու շատ անելիքներ կան։ Մենք կլինենք եւս այդ հարցում հետեւողական, կփորձենք նաեւ օգտակար լինել ձեզ։ Եվ ինչ ունեք մեր հանրությանը ամեն դեպքում անչափահասների թեմայով սկսեցինք մեր զրույցը ծնողներին հորդորելու ասելու այս խառը իրավիճակում, այս լարված իրավիճակում, տեսեք միջադեպ եղավ, երբ տղան թքում է մեքենայի վրա եւ ասում է վարչապետը հողերն է հանձնել եւ այլն։ Ինչ անել մեր երիտասարդներին, մեր այդ մատաղ սերնդին, ինչպես դուք ասում եք, յետ պահել նման սադրիչ գործողություններից։ Անշուշտ շատ կարևոր է, որպեսզի ծնողները եւ տանը եւ դրսում ուշադրություն դարձնեն իրենց երեխաներին, հատկապես երբ նրանք դեռ շատ փոքր են։ Երբ խոսքը գնում է արդեն պատանիների, դեռահասների մասին, մենք պետք է փորձենք նրանց հեռու պահել խնդրահարույց իրավիճակներից առաջին հերթին իրենց անվտանգության համար, որովհետև մենք դեռևս այն երկիրը չենք, որպեսզի կարողանանք նման ոճով քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել եւ մեզ ըմբռնումով մոտենան։ Ցավալիորեն դա դեռ այդպես է, բայց ամենակարևորը այն է, որ մենք պետք է բոլորովին փոխենք մեր վերաբերմունքը անվտանգության նկատմամբ։ Եթե մեր հասարակությունը պահանջատեր չլինի այդ հարցում, որևէ պատկան մարմին երբևէ չի ստանձնելու վերջապես ուղղակի միջավայրում շրջապատում անվտանգություն ստեղծելու գործին։ Երբեք։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օր-օրի ավելի պահանջատեր լինենք հենց մեր երեխաների անվտանգության տեսանկյունից։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման շատ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։